Պարոն Մամիջանյան, մի քանի հարց ունեմ, եթե չհասցնենք վերջում։ Առաջինը նոր զրուցում էինք ԿՊ-ական պատգամավորների հետ, իրենց էլ ուղեցի այս հարցը, Նիկոլ Փաշինյանը հրավիրված է Միացյալ Նահանգների նախագահի կողմից Խաղաղության խորհրդին, որի համար ներդրում պիտի կատարվի 1 միլիարդ դոլար։ Նախ ԿՊ-ական պատգամավորները տեղյակ չէին, դուք ինչպես եք այդ ներդրումը գնահատում եւ 60 երկիր դեռ չի արձագանքել, Մակրոնն էլ հրաժարվել է։ Արդյոք կարծում եք, որ սա ՄԱԿ-ի այլընտրանք է, հա, փորձում նախագահը Միացյալ Նահանգների ստեղծել։ Ասում եք շատ էին լինելու հարցեր։ Դեք բավական կարճ կպատասխանեմ։ Մի քանի երկրի ղեկավարներ այդ հրավերը ստանալուց հետո հրապարակել էին, հանրայնացրել էին, որ այդ խորհրդում անդամակցելը արժի 1 միլիարդ դոլար, այսինքն ներդրում պիտի անի երկիրը այդ խորհրդի անդամ դառնալու համար։ Հիմա ԿՊ-ականները ասացին, մենք չգիտենք, այդ պայմանը կա, այդ պայմանը չկա, կարող է տարբեր երկրների համար տարբեր է։ Հիմա ես տրամաբանական հարց եմ տալի։ Ձեր կարծիքով, եթե նույնիսկ տարբեր երկրների համար տարբեր է, այն երկիրը, որը կներդնի 1 միլիարդ դոլար, եւ այն երկիրը, որից չեն ուզի եւ ինքը չի ներդնի այդ միլիարդ դոլարը, նույնիսկ եթե դա այդպես է։ Ձեր կարծիքով նույն ձայնի իրավունքն են այդտեղ ունենալու։ Կարծում եմ պատասխանը ակնհայտ է։ Այս մեկ։ Երկրորդ, եթե գրանք են տարբերակով, որ այդ 1 միլիարդ դոլարը Հայաստանը պիտի ներդնի, կարևոր չի թե ինչ տարբերակ կընտրվի, հա, տարբեր տարաժամկետ վճարումներով եւ այլն եւ այլն։ Մենք բոլորս, Հայաստանի այդպես բոլոր քաղաքացիները վճարելու են 1 միլիարդ դոլար, որ Փաշինյանը մի հատ էլ ֆոտո ունենա Տրամպի հետ։ Լավ թանկ են նստում մեր վրա Փաշինյանի ֆոտոները։ 60 միլիոնի կարգի նստեց Սուերի սելֆին։ Այդ ինքնաթիռները մի վայրկյան չեն օգտագործվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանության մեր սահմանների տարածքային ամբողջականության համար։ Միակ օգուտը այդ սուերի եղել է սելֆին։ Ինչի որտեվ մարտագլխիկ չկա։ Ինչ ասում եմ, սումվատ ինքնաթիռ, այսօր մարտագլխիկ չկա։ Հիմա հաջորդ թանկ ֆոտոն է։ Ոնց որ թե 1 միլիարդ դոլարանոց սելֆի է ուզում մի հատ էլ Փաշինյանը անի Թրամփի հետ, նախագահ Թրամփի հետ, իհարկե օգտագործելու համար դա հետագա ընտրական process-ներում Դե ես երևի պիտի մեր բոլորիս մեր քաղաքացիներին հարցնեմ։ Մի անգամ 60 միլիոնի կարգի վճարել ենք Փաշինյանի սելֆիի համար։ Հիմա 1 միլիարդ վճարենք, արժի որ, այդքան սիրուն է, իմ կարծիքով չէ։ ՄԱԿ-ի հետ կապված, որ արդյոք այլընտրանք Չեմ կարող ասել։ Միանշանակ միջազգային իրավունքը արդեն երկրների ղեկավարները ուղիղ խոսում են նրա մասին, որ միջազգային իրավունքը երկրորդ համաշխարհայինից հետո կայացած եւ օգտագործվող միջազգային կառույցները տարբեր բնորոշումներ են տալի։ Ապրել են իրենց կյանքը պիտի վերափոխվեն եւ այլն եւ այլն։ Նույնիսկ այդպեսի տերմին է առաջացել world disorder, համաշխարհային անկարգություն, հա, եթե մոտավոր փորձեմ թարգմանել։ Ես չեմ կարող ասել, թե որն է նախագահ Թրամփի նպատակը այս համավետексում, բայց ճակերտների մեջ նոր մակերի կամ նոր Եվրոպայի խորհուրդների ստեղծման սաղմեր տարբեր երկրների առաջնորդներ են։ Ֆրանսիայի նախագահն նման օրինակ տեսլականով նախագծով հանդես եկել մի քանի տարի առաջ, ինչ նպատակ ունեն իրենք չեմ կարող ասել, բայց դա ակնհայտ է, որ աշխարհակարգը, միջազգային իրավունքը տրանսֆորմացիայի շատ արագ տրանսֆորմացիայի փուլում է եւ մենք կարող ենք լիովին հանգիստ լինել, կներեք խոսակցական բառի համար արխային լինել, որովհետեւ այս տուրբուլենտ վտանգավոր ժամանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը իրականացնում են Նիկոլ Փաշինյանը եւ Արադ Միրզոյանը, այնպես որ մենք անհանգստանալու բան չունենք, պրոֆեսիոնալներ են, որևէ խնդրեմ չկա։ Հայկական երկրորդ հեռուստաալի։ Պարոն Մամիջանյան, հարցը խնդրել է փոխանցել Նելին Առավոտից Գրիգորյան,